Մոնտես որ ծնվեց, Ֆիդայներ գալիս էին, օրորոցի վրա երեխին նվեր էին տալիս, գիտեք ինչ էին տալիս, փամփուշտներ, երեխին այսպես որով փամփուշտներ լցնում էին բարուրի վրա, նվեր էր այդ փամփուշտները, արդեն որ մի քիչ մեծացավ, ներսես կանչում էր Շարքային Եղոյան, ինձ մոտ, բացելով գալիս, լսում եմ, պատվեր առում, հորում, լսում եմ, Գերազան ծառայության համար, խաղում էր երեխեք էլի, Գերազան ծառայության համար հայտնում եմ քեզ շնորհակալություն, հետո պատվի էր առում, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, դա հորը տղու խաղան էր, հասկանում եք, այտենց երեխեք դաստիարակեցինք, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, սիրուն էր ասում, փոքր երեխա էր, փոքր։ Տարեկան էր Աբարանում Բաշաբարանի ճակատամարտին կանես Վազգեն ծերներ պարզես Վազգեն եկավ կերգես մեկ երանք Վազգենը կողքը նստած հաժորդի Հաժորդի կինասը Վազգեն ուրախությունից մեդալ են տվե շկանաշաներ ինչ էր դեսի կսկից պոգեց մոնտես կսկին ամրացրա Ինչու Բենյամին գրեցինք, բայց մոնտ էինք ասում, որտեվ այդ որ մոնտես 15-օրական էր, ներսեսի ջոկատը գնաց Օմարու հետ եկավ, այդ հետ գալու ժամանակ, այն ժամանակ բանակ չկար ու ոչ մի հատ զենքերը չէին հանձնել, այդ զենքով եկել էին գյուղ, ու այդ զենքերը կրակեցին ու կպավ իմ երեխին, մեծ տղաս տենց սովեց, Բենիկ Հետո Մոնտեի անուն դրեցինք Բենիկ, բայց ինձ համար այնքան դժվար էր, որ ասեի, չէի կարողանում։ Ինչ ոնց կարել երեխան մեծանում էր, անուն չէի կարում ասել, դրա համար ասեցինք Մոնտե, որտեղ գիտեի, որ Ավոն կար, գիտեի Ավոյի մասին։ Մոնտեն ինստիտուտում սովորեց, Վազգեն Սարգսյանում սովորեց, ասում է պետք է կրակես այնպես, որ 10-ին խփես, միշտ ամեն դիրքից, ամեն ձևից։ Պետք է կարողանաս ճիշտ կրակես, եթե նույնիսկ մի հատ փամփուշտ ունես ու մի հատ թել է կապված, այդ թելը այդ փամփուշտով պիտի կարողանաս կտրես, ու դա քո ինքնապաշտպանությունն է, ու դու լինես գերազանց սպա, որովհետև մենք քիչ ենք, մեր ամեն մի զինվորը պետք է թուրքի 10 զինվորից առաջինը լինի։ Գիտեք ոնց էր սիրում իր տանգը, ասում եմ մամ, որ նոր էր ծառայության անցել էր, ասում է 45 տոննանոց հսկան, գիտես ոնց է ինձ ենթարկվում, 45 տոննանոց T-70 չէ, այդ տանգը։ Եկավ բավսիզուլեն նշանագի, աստելա բենու ճան, գնա ֆիզուլի Հարաբաղ է, կա հետաքրքրու է դիում գե, դեա փող է բան, բայց ասի Հարաբաղը գնամ մի թեատ մգերդություն դստացի, երկու տար հետո ավակ լետնանտ էր, Ծառայություն ասի դժգոնս, սիզավում էր, կուտայ չէ մոսկ, դժգոն ծառայում էր, լավ էր ծառայում, չեր դժգոն, հետո է ասավ, ուզում եմ ամուսնանալ, աղջկան բեցին, աղջիկն է իրա հետ, մարդուններ մնում։ Ամեն երկուն զանգում է ասում է, Մոնտե ջան, տանն ես թե դուրսն ես։
դու ոչ մեկը չիմանար, որ ով է խոսում, որտեղ գիտես, որ լսում են ամեն մեկը հազարական ջը լսում, տոնն ես թե դուրսն ես, ման դուրսն է, որում գիտեմ, որ աշխատանքի է, ասի բալիսան նորա, Ալիսան հայրենիք է գնացել, մի անգամից լրջած ասում եմ, ոնց Ալիսը եկել է Երևան, մամ հանգստացի են խոհանոցում գործան, որ ասում է հայրենիքում դե խոհանոցում է, հայրենիքում է։ Եկան ինձ ասեցին, շենը տափին են հավասարեցրել, թալիշեցին մեր հարևանները, ու ես ասաստված եմ, իմ երեխեն ենտեղ է։ Զովուղի, թողեմ վաղտեր, ես զովուղի, որտետ կան կրվանք, ետ կան տանջանք, շինք վերջանա, չգնեմ չես համրզված է, թե վերջանես։ Սկում է, նույն բանն է։ Ահավոր բան ձևով նույնն է ամեն ինչ։ Ես որ խոսում է արդեն հենց մի թեթև եմ առում, արդեն զգում եմ դեղ ինչ է կատարում, որտեղ մի տեսակ փորձ ունեմ էլի լրատվականը զգալու են ժամանակ էլ լրատվականը այդքան պարզ չէր խոսում, որ ամեն ինչ հասկանայր, պետք է մեջը լինես, որ զգաս ինչ է։ Ամսի եկին թուրքերը հագահարձակումը ձեռնարկեն Մերոնք դեմդուս կան, բենոս տանգով դրանց սաղնգել հար է, հետո բենոս հետ կանչեն թե արեք, զորք հետև չկա, որ գրաված տարածքը պայենք, հետ կալուց հիմի շատ ուժը զենքիր կանել է, այդ տեպլավոյի ջերմության վրա, որ սնարյա դոշկեն բրնում է, էլ տանգուզումա թեքվի փոսի մեջ մեդին բան մեկ է, սնարյա գիրնան կխպի։ Եկան ասեցին, որ մանտեն ասեցին մանտեն վիրավոր է, ես գացի, որ իրանք ճիշտ չեն ասում։ Հետո մանտեն վիրավորներ կարող են հոսպիտալի զանգեին, կամ ուրիշ տեղի զանգեին, բայց որ մանտեն վիրավոր ես մի անգամից գացի, որ մանտեն վիրավոր չի։ Որ մերոնք ասում են դիրքերը պահին վլան բևեն, ոչ մայր դիրքել չի պավե։ Չեն կարեց է կազմակեպել 110 հոգի զո, երկորում 110 հոգի զո, էդ գիտես ոնց ալնու էդ ինչ բան է։ Բավական քիչ էր մնացել, որ տուն գար, 3-րդ տարին ծառայում էր ու մայիսին արձակուրդ պետք է գար, օգոստոսին էլ պետք է վերջացներ ավարտեր ծառայությունը, արդեն ազատ կլներ, էլի պայմանագիրը կլրանար, բայց հետո օգոստոս այնքան ծանր է ինձ համար, մինչև օգոստոս եկավ ու տղան չեկավ։ Մինչև օգոստոս մի տեսակ բնազդով թե ինչ մի բանով զգացողություն կար, որ մտես կգա այդ օգոստոսն է արդեն։ Հիմա այս առավոտներ որ ելնում եմ, ոչ մի բան չկա, էլ սիրում եմ հիմի լիներ էլի, որ էլի կար էդ իրա սպայական պայսակը շպրտում են, միջանց կմամ է, շորերս կլվաս։ Ոնց թաղման ժամանակ, որ ասում էի փառք Աստծո, մարդիկ ինձ նայում են, ասում երես կինը գիժվել է կամ խելքը գցել է, ոնց կարելի է փառք ասել, ոնց է փառք ասել։ Հետո որ 9 ամիս ուղիղ 9 ամիս հետո
Իմ աղջիկը, որ 7 տարի չուներ երեխա, 9 ամիս հետո հիմա ինձ մոնտեց, այնքան նման էին Մոնտեին։ Այս փոքր Մոնտեին, մեծ տղային Մոնտեին շատ նման էր։ Ես որ ծննդատնից գանեն նկարել էր ինձ ուղարկեց առաջ նկար, շունչս կտրվեց։ Ինձ ինձ թվաց, որ դի Մոնտեից նկարել, որտեղ ահա որ շատ նման էր իմ երեխեքին են նմանել էր։ Էլի ուղիղ 9 ամիս հետո ծնվեց ու բանակի օրը։ Թե մի դե ասեք Աստված փառք Աստծո, Աստված որտեղ փակում են, տեղ բացում է։ Մտածում ես, ինչ հրաշքելի, որ հենց ամսի 28-ին բանակի օրը պետք է ծնվեր։ Այդ ամսի 28-ին, որ ներսես մեր դեռ ամուսնից մեզ հետ էր ապրում երեխեքին մեծ տոն էր։ Մեր տոնը ամսի 28-ին, որ այդ ամսի 28-ը մեր կյանքն է։ Երեխեքի հիշում եմ նույնիսկ 16 տարվա արդյոք բանակի 16-ամյակին ներսես բաժակներ էր բերել, հուշանվերներ վրան գրած էր 16։ Հիմա արդեն 25-ն ու 25-ին արդեն իմ Մոնտեն չկա։ Ինքը ավելի շուտ 25 դարձավ, քան մեր բանակը։ Հավերժական 24 տարեկան։